այդպես բան չկա։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք, որ ձեր ազատ կամ արտահայտության խախտում է տեղի ունեցել, բայց այստեղ այդ խախտման մասին չի խոսքը, ոչ է ձեր որպես կին խախտման մասին է, գոյություն ունի բարեգործության արգելք, այդ դուք դա եք խախտել, ձեր հիմնադրամը դա եք խախտել, դա եք ֆիքսել, եւ օրինակ դուք ասում եք մի կապեք մի անձը Նիկոլ Փաշինյանի ԽՊ-ի հետ, օրինակ ենթադրենք հիմա քաղաքական ուժեր կան մասնակցում են ընտրություններին, իրենց կանայք որոշեն հիմնադրամներով ինչ որ բարեգործել ձեր տիպի աշխատանք իրականացնել, այդ մարդիկ տվյալ ուժի հետ կապ ունենան, թե չէ կխախտվի նրանց կանանց որպես կին իրավունքը եւ քանի որ այդ հիմնադրամների նվիրատուների մասին խոսք եղավ, այսպիսին է տեսակետը, դուք ասում եք մեծ կարծավար աշխատանքներ են անում, բայց տարածված տեսակետ է նաեւ որ այդ գործարարները, որոնք ձեր նվիրատուները իրենց իշխանությունը արտոնյալ կարգավիճակում է պահում եւ ձեր շնորհիվ այդ մարդիկ բիզնես մեծ գործունեություն են իրականացնում, շատերի անուններ ձեր հետ են կապում, ասում են ձեր բիզնեսն է նրանք ղեկավարում, այսինքն այդ խոսակցություններից դուք չեք կարող տեղում մնալ, որովհետեւ այդ ամեն ինչը ձեզ հետ է կապվում։ Տեսեք, դուք կարող եք մի քանի անգամ ավելի ինքնավստահ ինձ ասել, դուք դա եք խախտում բարեգործության մասին օրենքը եւ այլն։ Այն որ դուք դա այդպես վերջնական դրա համար անկախ դիտորդի դեմ մենք համապատասխան հայց ենք քննարկում ներկայացնել, որովհետև նույնիսկ անկախ դիտորդի հայտարարությունը վիճելի է եւ մենք դա դատարանում կվիճարկենք, բայց դուք անկախ նրանից թե ես ասուլիսի սկզբում ինչ հայտարարություն արեցի, դուք վստահաբար, ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում եւ ասում եք դուք դա եք խախտում։ Մենք դա ինչպես տեսակ խոսքը գնում էր երկու հայցով ենք դիմելու դատարան եւ մեկը վերաբերում է իմ քայլը հիմնադրամին վերագրվող այսպես ասած օրենքի խախտումը, որով մեծ վնաս են հասցրել մեր հեղինակությանը եւ մենք դատարանում կխոսենք, խախտում ենք մենք դա, թե չենք խախտում, դուք արդեն կարծես թե վերջնական որոշումը դատարանի կայացրեցիք եւ ես ձեզ ասեցի, մեջբերեցի բարեգործության օրենքը կապ ունի, թեկնածու է հիմնադրամի գործադիր ղեկավարը, հիմնադրամի հոգաբարձուները թեկնածու են, թե չէ տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի մաս են, թե չէ, դրանք բոլորը նրբություններ են, գուցե նյուանսներ են, որոնք ձեզ հետաքրքրում, բայց էական են։ Առնվազն դատարանում էական կլինեն, այնպես որ մի շտապեք վերջնական վերդիկտներ հայտարարել, իբր մենք որևէ բան խախտում ենք։ Դուք հիմա նորմալ դա համարեք, ասում կտեսնեք խախտում չկա այնտեղ, եթե օրինակ այդ կուսակցությունների ես ասեցի կանայք իրենց հիմնադրամներով բարեգործություն անեն, դուք այդտեղ կտեսնեք, եթե խոսեն այդ մասին, կանանց իրավունքների խախտում, կտեսնեք այդտեղ որ իրենք բարեգործության արգելքը չեն խախտում։ Եթե դուք հետևեք իմ գործունեությանը, հետևեք իմ Facebook-յան գրառումներին, դուք կտեսնեք, որ ես մշտապես շատ դեպքերում տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ, այն դեպքերում, երբ որ նույնիսկ լրատվամիջոցները չեն տեսնում եւ արտահայտվում են դրա մասին։ Դուք կտեսնեք դա։ Իսկ եթեով չեմ կարող ձեզ ասել։ Եթե հետ նայեք եւ ուսումնասիրեք իմ Facebook-յան գրառումները եւ հայտարարությունները, կտեսնեք, որ ես շատ տարբեր դեպքեր ոչ չի տեսնում։ Եվ Տիկին Հակոբյան, երբ պատրաստ կլինեք այլ հարցադրումների պատասխանել, որովհետև ես ուզում եմ դուրս գալ այս թեմայի շրջանակով։ Շատ